Բանակը 1.5 տարի դարձվեց եւ նաեւ Հայկ Սարգսյանը նորօրինագիծ քաշեց, որ պետք է կարող են գումար տալ եւ ազատվել բանակից։ Ինչ է կարծում, սա բանակի վրա ինչպես կազդի, կլավացնի բանակը, թե հակավակարգությունը։ 1.5 տարվա հարցում պարոն Աղազարյանը եւ ես մենք ուրիշ ծրագիր բերել ենք։ Մենք դեմ ենք եղել, որ փողով բանակից ազատվեն մարդիկ, որ պարտավոր են բոլորը առնվազն գոնե 6 ամսից 8 ամիս ծառայեն, սովորեն զինվոր դառնալ, հետո նրանց հետո իրենք որոշեն, ուզում են ծառայել թե չէ։ Այդպես պետք է լիներ։ Դրա համար մենք այդ ծրագրին դեմ ենք եղել։ Մենք կողմ չենք դրան, որ իսկ 1.5 տարին, ինչ վերաբերում է 1.5 տարին, իսկապես 1.5 տարին այն ժամանակն է, որ ես կասեի նույնիսկ ավելի քիչ է պետք ծառայել, որովհետև մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակին ու պետք է գնալ պրոֆեսիոնալ բանակին, իսկ այդ 6-8 ամիսը պետք է որպեսզի տվյալ անձը, երիտասարդը ուղղակի զինվոր դառնա, ոչ թե զինվորական, այլ զինվոր դառնա, հարկ եղած դեպքում, ինչպես Շվեյցարիայում, կներեք, ասում են Շվեյցարիան բանակ չունի, Շվեյցարիան, բայց Շվեյցարիան ամբողջ երկիրը բանակ է, դուք գիտեք շվեյցարական այդ ազգ բանակ տարբերակը ինչպիսին է, բոլոր տները զինված են, բոլորը զինված են, Եվրոպայի կենտրոնում, դրա համար էլ նա չեզոքությունը պահպանեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ նրա վրա ոչ մեկը չփորձեց բան անել, որովհետեւ գիտեին, որ ամբողջ ազգն է դուրս գալի, ազգը։ Իսկ մենք չպիտի մտածենք, որ մենք վաղը չմիսել ենք գալու ենք Եվրոպայի կենտրոնում ապրենք, առավել ևս։ Մենք ապրելու ենք այստեղ եւ մենք պետք է չմոռանանք, որ մեր հարևանները, ում հետ պիտի կամաց հարաբերությունները լավացնենք, իրենց դարավոր պլաններից չեն հրաժարվել։ Եվ հետեւաբար մենք պետք է պատրաստ լինենք հակազդեցության այդ իմաստով եւ շարունակել բենզին բերել, ոչինչ, ցորել բերել, ինչ ուզում են։ Բայց այն դեպքում երբեք չմոռանալ, որ իրենց պլանները, Թուրքիայի պլանները 100 տարի առաջվա, 200 տարի առաջվա բացարձակապես չեն փոխվել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։